Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես արագորեն դիմեմ մեր այն հարգելի ունկնդիրներին, ովքեր նոր են սկսել հետևել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդհանրապես սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին, որի համար հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը։ Այսօր մեր զրուցակիցն է, մեր տաղավարում է քաղաքագետ Լիլիթ Դալաքյանը։ Լիլիթ, բարև ձեզ եւ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար հերթական անգամ։ Տիկին Դալաքյան, այսօր խոսենք դարձյալ ոչ շատ ուրախալի եւ բոլորիս համար ակնհայտ թեմաների մասին, որովհետև կարծես թե արտաքին աշխարհում գեոքաղաքական իմաստով ինչ որ ցնցող փոփոխություններ տեղի չեն ունենում։ Չնայած ես հետևում եմ ձեր հրապարակումներին, որոշակի նաև ռուս-ուկրաինական այս պատերազմի հետ կապված ձեր տեսակետներին, ձեր մոտեցումներին, բայց եկեք սկսենք մեր ներքաղաքական զարգացումներից, որոնք մեղմ ասած շատ ուրախանալու տեղիք չեն տալիս։ Ինչ է կատարվում իրականում այսօր եւ սա ինչ հետևանքներ կարող է ունենալ վաղվա համար, հետագայի համար, այսինքն մենք գնում ենք դեպի ընտրություններ, ուզենք թե չուզենք, դեպի 2026 թվական։ Դե ուզենք թե չուզենք պիտի անդրադառնանք, չնայած ես խոցափում եմ հատկապես սև սպիտակի դրամաբանության համատեքստում, բայց պարզ է, որ մեր ժողովրդին առաջինը հետաքրքրում է մեր երկրի ներքին հարցերը, նոր իհարկե միջազգային իրավիճակը, որը իր մեծ ազդեցությունը ունի նաև մեր ներքաղաքական կյանքի վրա։ Դե ինձ համար օրինակ նորություն չէր Գյումրիում ինչ է լինելու, նորություն չէր Մարտուն Գրիգորյանի խոսքը, որ միտքն էր, որ ես զգուշացնում էի Վարդան Ղուկասյանը խոցելի է, նորություն չէր, որ օգտվելու է Սերժ Սարգսյանի թիմը Վարդան Ղուկասյանի խոցելիությունից, այսինքն պարզ է, որ Ղուկասյանը ինքը հարմար էր նաև Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը կցանկանար, այո, որ իր թեկնածուն անցներ, բայց Ղուկասյանի անցնելը դա այդպես կարմիր գիծ չէր, որովհետև Փաշինյանը ցույց է տալիս, որ այս կերպարն է իմ այլընտրանքը, ես անձնական իհարկե որևէ վիրավորանք չեմ ուզում այստեղ զետեղել, բայց նա կոմիկ կերպար է, եկեք այսպես ասենք, իհարկե հարգում են գյումրեցիների ընտրությունը։ Իդեպ շատ կարևոր է ասել, շատերը որ ասում են Գյումրին ընտրել է Վարդան Ղուկասյանին, Գյումրին Վարդան Ղուկասյանին չէր ընտրել, իրենք կոալիցիոն ուժերով Վարդան Ղուկասյանին դարձրեցին քաղաքապետ, նա 1/3-ից ավելի քիչ ձայներ էր հավաքել, այսինքն օգնեց Մարտուն Գրիգորյանը իրեն, բայց ամեն դեպքում ընտրել էր ընդդիմությանը Գյումրին բոլոր դեպքերում ընտրել էր ընդդիմությանը, եւ կարելի ասել մերժել էր, հա, այսինքն փաստը մերժել էր իշխող քաղաքական ուժին, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, լայն իմաստով։ Իդեպ էլի ավել ձայներ էր հավաքել այդտեղ ԿՊ-ն, քան նախորդ ընտրությունների։ Հա, ձայներ ավել, բայց բոլոր ընդդիմադիր այսպես լայն ֆորմատը հաշվի առնելով, որպես փաստի արձանագրում, չէ՞, նշենք, որ դե այդտեղ ռուսական ռազմաբազայի ներկայությունը, տրանսֆերները իրենց դեր ունեցել են, բացի այդ երևի գյումրեցիները դեռ այդ ազդեցության տակ են գտնվում, որ Ռուսաստանն է մեր անվտանգության երաշխավորը, դա թողնենք մի կողմ, բայց պարզ է, որ այս երկու ուժերը իրենց մեջ ունեն լուրջ տարաձայնություններ, իհարկե տարաձայնություն գաղափարախոսությանը չի վերաբերում, իրենք ամեն մեկը իր տաշտակի են, որ համար պայքարում, եւ հիմա մենք տեսնում ենք իրենց փոխհրաձգությունները, այսինքն Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ այս անձն է իմ այլընտրանքը, նա ըստ էության քաղաքական գործիչ չի, ինչ որ անհասկանալի հայտարարություններ է գոնե ինձ համար անում, սովետից, չգիտեմ, Ստալինից, ոչ առօրեական, այսինքն որ ասես այդպես ընդդիմադիր է, ինչ որ գաղափարներ ունի, ոչ, կամ ինչ որ միութենական պետությունից է խոսում, որը այս բային օրակարգում նույնիսկ չկա, ինչի է պետք անընդհատ մարդկանց նյարդայնացնել, եթե այդ թեման չի քննարկվում, նույնիսկ Ռուսաստանը այսօր դրա մասին չի խոսում, այնքան զբաղված է ռուս-ուկրաինական պատերազմով եւ Նիկոլ Փաշինյանը գիտեր, որ ցանկացած պահի կարող է Վարդան Ղուկասյանին իդեպ նա էր ասում սկզբում ձերբակալել։ Հիմա քանի որ արդեն ընտրություններ են սկսվում, գումարած ինչ որ ձայնագրություններ կան, հիմա էլի ասում են կեղծ է, կեղծ չի, դա շատ հեշտ է բարձել, նախաքննությունը կբարձի, այս անձին արդեն կալանավորում է եւ այդ ֆոնին ժողովրդի մեջ էլի սկսվում է, որ նախկին ներկա պայքարն է, ռուսամետ արևմտամետ պայքարն է եւ էլի
նույն մենք լոզունգներով գնալու ենք արդեն երրորդ ընտրությանը, շատ ցավալի է։ Ես բացասական եմ սա համարում, որովհետև մեր ժողովուրդը արդեն 7-րդ տարին չի կարող դուրս գա այս իրավիճակից եւ այդ տեսակետը, որ այս անգամ էլ ընտրենք նախկինները կգան, թե ուրեմն արդեն մենք քանի տարի պիտի նույն թեմայի մեջ լինենք։ Ես մի քիչ այսպես ժպիտ առաջացավ իմ դեմքին, որովհետև կարծես թե նախորդ անգամ էլ մենք խոսեցինք այս թեմայի մասին, գուցե ոչ այսպես ուղղակիորեն ինչպես դուք եք հիմա խոսում, որովհետև բոլոր դեպքերում այս նախկին ներկա ես ձեզ հետ 100%-ով համաձայն եմ եւ դուք կարողանում եք անկախ նրանից ես համաձայն կլինեմ, ես համաձայն չեմ լինի, որևէ մեկը դուք կարողանում եք այսպես ավելի համակողմանի եւ լայն վերլուծության ենթարկել քաղաքական իրականությունը եւ մեր հայաստանյան եւ արտաքին իրականությանը դրա մեջ կարող են լինել բանավեճեր եւ դա շատ ցանկալի է, չէ՞ որ լինեն բանավեճեր, համաձայնվողներ ու չհամաձայնվողներ, բայց այս առումով կարծես թե նույն տաշտակի մեջ ենք դարձյալ շարունակում դոփել եւ դա շատ ինձ համար անհանգստացնող է նորից նախկինների, ներկաների, թալանչիների, ոչ թալանչիների, սևերի ու սպիտակների, հա, եւ այսպես երկիրը չի զարգանա, եթե ինձ հետ կհամաձայնվեք, այսպես երկիրը առաջ չի գնա, բայց ամեն դեպքում մեկնաբանություններից շատ ես ինքս խուսափեմ, այսպես էստաֆետը ձեզ տալով, ինչ եք կարծում, բոլոր դեպքերում այլնակ հարց են ասում, ես ընդհանրապես հարցը եղեմ ընդդիմադիր շրջանակների, ինչի Վարդան Ղուկասյանը հիմա ձերբակալվեց, ինչի Աջապահյանը հիմա, ինչի Գալստանյանը հիմա, ինչի մյուսները հիմա, երբ որ դրա մեջ շատերը նաև ընդդիմադիր դեմքերը տեսնում են հստակ նախընտրական մոտիվացիաներ, եթե օրինական երկիր ենք մենք ուզում կառուցել, իսեր Աստծո, ես եմ թող ես լինեմ ճուզողը, չնայած ես ամենաառաջին ուզողն եմ։ Ուրեմն այդ կարգ ու կանոնի հաստատումը 7-8 տարի կարելի է չէ անել, այդ օրինական երկիրը կառուցել, քիչ մնաց ասի օրինաց երկիրը։ IT կուսակցության օրինաց երկիրը այո կառուցել եւ խնդիրներ չունենայինք, եթե մանավանդ բոլոր դեպքերում շատերը անգամ ընդդիմադիր շրջանակները որոշակի ասում են, որ այ 2018-ի հռչակած սկզբունքները ընդդիմադիր սկզբունքները, որը վերջը հանգեցրեցին իշխանափոխության ու 2018-ին, բավականին ճիշտ էին, արդարացի էին եւ ժողովրդի սրտից բխած էին։ Այդ ինչի հիմա հերթական ըստ ձեզ նախընտրական շոուն է իշխանությունների կողմից, թե իշխանությունները ուղղակի գուցե չեն կարողացել, փորձենք իրենց էլ չեն կարողացել կամ չգիտեմ, բավարար ներուժ չեն ունեցել։ Ախր որ ասում են ժողովրդի սրտից է, նույնիսկ նախկին իշխանությունները, բայց այդ ժողովրդի սրտիցը ձեր դեմ էր, չէ՞։ Այդ քեֆերը շատ ներողություն Սերժ Սարգսյանի դեմ էր, չէ՞, մենք տեսնում ենք ինչ է կատարվում փողոցում, մարդկանց ուրախությունը։ Եկեք Նիկոլ Փաշինյանին դնենք մի կողմ։ Նրա տեղը կարող է լինել Պետրոս Պետրոսյանը։ Ժողովրդի զգացմունքները բոլորը տեսնում էին։ Այսինքն այստեղ կարևոր է հասկանալ, որ հարցը Նիկոլ Փաշինյանը չի։ Հարցը այն է, որ այո, ժողովուրդը օրենք էր ուզում հաստատել, բայց օրենքը չի հաստատվել։ Հիմա նույն լոզունգն է։ Ինձ ասում են փոխել եք ձեր դիրքորոշումը, քննադատում եք իշխանությունից միշտ քննադատել եմ, երբ որ տեսել եմ, որ սխալ քաղաքականություն է վարում։ Ես հիմա ասում եմ նույն լոզունգը քանի տարի կարելի է անել։ Ես իրավաբան լինելով տեսնում եմ, որ կնեք փուչ գործեր են բոլորը։ Գործերը կա զուգահեռաբար Քոչարյանի ընտանիքի հետ տենդերներ են շահում։ Այդ գույքը չի ավելանում։ Կամ Սերժ Սարգսյանի գործը դա ծիծաղելի է ուղղակի։ Այս մարդիկ հակառակ արդարացվում են վաղեմության ժամկետի հիմքով։ Գործերը կասեցվում են, հետո նորից են վերաբացվում, այսինքն ժամանակ ձգելու բան է, քաղաքականություն է։ Մոլդովայի օրինակը քանի օր պահանջվեց Մայա Սանդուից, որպեսզի քաղաքական դաշտ չթողի այն կուսակցություններին, որոնք կասկածվում են այլ երկրների հետ կապեր ունենալու մեջ։ Մի քանի օր։ Դա է աշխատում, ես դա եմ հասկանում։ Մենք կարող ենք այստեղ վիճել Ռուսաստանի դերի մասին, Ամերիկայի դերի, բայց ձեր հարցը վերաբերում է օրենք հաստատելուն։ Հիմա այո, պարզ է, որ քաղաքական շահարկումների առարկա կարող է ինչի հենց հիմա։ Ես պիտի կրկնեմ, հարցը ունի երկու կոմպոնենտ։ Իրավական առումով սա շատ սխալ է, սա ցույց է տալիս, որ օրինակ եթե Վարդան Ղուկասյանը չի առաջադրվեր, մեկ է ինքը ով էր։ Հաստատ չէին ձերբակալի։ Ինչ է արել, ինչ կաներ, դա կարևոր չի։ Կամ եթե Գարեգին եթե Սարիկը լիներ եւ Սարիկը ունենար իր վրա այդպիսի գործ, հաստատ Սարիկի վրա երևի ուզում եք ասել, որ նման գործ չէր հարուցվի, որովհետեւ Սարիկը իրենց թիմակիցն է, հա։ Այդպես էլ կարող ենք նայել, բայց այստեղ մի հատ ուրիշ հարց կա, ընդդիմությունն էլ։ Հիմա օրինակ եթե Գարեգին երկրորդը, պարոն Ստեփանյան, պաշտպաներ Նիկոլ Փաշինյանին,
Ընդդիմությունը ինչ կասեր գարեգին։ Ահա, շատ լավ տեղի եկա։ Ասեմ ինչ կասեր հրապարակ օրաթերթը եւ 7 օր կայքը ես դրա մասին գրել եմ իմ էջում, գրում էին, որ նա օլիգարխ է, անբարոյականությամբ է զբաղվում եւ չասեմ, ես ինքս թույլ չեմ տվել նույնիսկ Գարեգին երկրորդին այդպես վիրավորել։ Հիմա բարձվում է ով որ Գարեգին երկրորդին քննադատում է, նա քրիստոնյա չի։ Այսինքն սուտը, կեղծիքը, մանիպուլյացիան ժողովրդի վրա որոշ հատված կարող է ազդեցություն ունենալ, բայց մեծամասնությունը ամեն ինչ հասկանում է, չէ՞, իրանք ինչի են մտածում, որ մեր ժողովուրդը իրենցից վատ է հասկանում կները քաղաքականությունից։ Ոչ, դրա համար պարտադիր չի քաղաքագետ լինել։ Բոլորն էլ դժգոհում են, որ ինչքան կարելի է նույն մարդկանց պահել արհեստականորեն պահել քաղաքական դաշտում։ Ռոբերտ Քոչարյանին ամեն ինչ անում է, որ մնա քաղաքական դաշտում։ PR-ը ոնց է լինում։ Ազգային ժողովում ամեն օր մի հատ ցնցող, օրինակ ինչի է պետք է վիրավորանքները հնչեցնել։ Ասեմ ժողովուրդը որ դիտի որտեղ վերնագիրը դիտում է ապահովում։ Ես իմ ժողովրդին չեմ մեղադրում, ցանկացած ժողովուրդ սիրում է այդպես վերնագիր։ Ասենք Աննա Մկրտչյանին վիրավորանք, Աննա Հակոբյանին վիրավորանք, դա էլ մյուս հատվածն է այդպես ուրախությամբ դիտում։ Սա ուր է տանելու։ Սա շատ վատ տեղ է տանելու փոքր ժողովուրդ ատելություն ընտանիքներում հարց չի լուծվում, գոնե հարցը լուծվի, եմ ասում թրով, կացնով եւ ավարտվի։ Ինչքան կարելի է պատերազմական իրավիճակում մենք գտնվող երկիր ենք, խաղաղության պայմանագիր դեռ չկա, ինչքան էլ ասեն, ես չեմ էլ սպասում, որ լուրջ խաղաղության պայմանագիր կկնքվի մյուս տարի, ես դա միջազգային իրավիճակից եմ, ուրեմն պայմանավորված Մարատ Միրզոյանն էլ իր հարցազրույցում ասաց, որ նախապայմանները Ադրբեջանը անընդհատ առաջ տալիս։ Այսինքն, այսպիսի երկրում, որը ունի լուրջ խնդիր բանակի վերազինման, որը տնտեսության լուրջ խնդիր ունի, Թուրքիայի սահմանը բացվի, մենք պետք է հասկանանք, չէ՞, սուբսիդավորում պիտի լինի յուղացիներին։ Այսինքն, այս խնդիրները թողած միջազգային կոլապս է, ըստեյության չենք հասկանում, որ կենտրոնն է այսօր կարողանում իր, ասում եմ, ճիշտը առաջ տանել։ Միջազգային իրավունքը չի գործում, մենք զբաղված ենք իրար դանակով կներեք, փոր թափելով, շատ ներողություն իհարկե, ես իրանց բառերն եմ ասում, ձեր ոտը կպոկենք, ձեր քիթը կջարդենք, էս ի՞նչ է, հաջորդը սրան է արժանի։ Եվ այս խորհրդարանը ես օրինակ ինչի չեմ մասնակցում։ Ավելի վատ տեսք է ունենալու։ Պատկերացնենք, այդ մեր ձևով նա Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը արեմտամետներին չեմ տեսնում ես խորհրդանում։ Տեսնենք ինչ կլինի, այսինքն ավելի վատ կինո ենք նայելու։ Եվ մարդիկ, որոնք ուզում են ծրագիր առաջարկել, որոնք ապագայից են խոսում, իրենց ձայնը չի լսվում, ասում են մասնակցեք։ Մասնակցելով չի, եթե դու ռեալ տեսնում ես, որ էլի բաժանվելու է ձայները, ինչի համար գնաս մասնակցես։ Ժողովուրդը կարող է քեզ լսի, դիտի, ասի, ես ինչ լավ եք խոսում, բայց ընտրություն անելու ժամանակ էլի կասեն, այ եթե մենք Փաշինյանին չընտրենք, ինչքան էլ այս աղջիկը ինչ որ ճիշտ բան ասում կամ այս տղան ինչ որ ճիշտ բան ասում։ Քոչարյանը կգա, եկեք ես մի անգամն էլ վերջի անգամն է։ Բայց ես ասել եմ, ես չեմ կարծում, որ հաջորդ ընտրությունները 2030-ին են տեղի ունենալու, դա ես բացատրել եմ ինչու եմ այդպես մտածում։ Այսինքն 2026-ի ընտրությունները կարող են եւ չկայանալ, ըստ ձեզ։ 26-ին կկայանան, այլ 26-ի խորհրդարանը այդ կազմով, որտեղ չկան տեսակետների բախում, հայհոյանքի մասին չեմ խոսում, որտեղ չկան ծրագրեր։ Գաղափարական պայքար չի լինի։ Այո, որտեղ էլի մենք տեսնելու ենք 26 թվականը կարևոր տարի է իբրև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, սահմանազատումը պետք է սկսի, եթե ճանապարհները բացվելու են, Տրամպը գնալու է ընտրությունների, Ալիևը ինչ է մտածելու այդ ժամանակ, Ռուսաստանը ինչ է մտածելու, այսինքն այս մարտահրավերները, որ մենք ունենք, մերձավոր արևելք իրադարձություններն են մեր վրա ազդում, ու այս ֆոնին այս խորհրդարանը, որտեղ ես չեմ տեսնում որևէ միտք։ Էլի պիտի գան իրար ասեն, թալանչի, դու ռուսաստրուկ ես, դու էլ սորոսական ես։ Այդ խորհրդարանը չի կարողանալու լուծել հարցեր, եւ հարցերը լուծվելու են արդեն ժողովրդի կողմից, բայց դա շատ քաոսի կբերի, որովհետեւ եթե չկա այլընտրանքային լիդեր, մարդիկ ամեն մեկը իր խնդիրները ունենա, սոցիալական խնդիրները, բեռնատարները Ռուսաստանը չթողնի, ահա, մի բողոք, կամ Թուրքիայի հետ օրինակ սահմանը բացվի, գյուղացիները տուժեն, այլ բողոք։ Այո։ Այսպես մանր կարող են դժգոհություններ առաջանալ, ու հետո մի հատ մորթքում լինի, որը ես չեմ ուզում։ Դա կուզեն Հայաստանի թշնամիները, ես չեմ ուզում Հայաստանում քաոս սկսվի, որովհետև հայ ժողովուրդը տեսնի, որ իր շահերը ոչ միտեղ ներկայացված չեն։ Որ լուծումներ չեն առաջադրվում։ Լուծումը դա չի, որ ասենք մենք խաղաղություն ենք բերել եւ վերջ, չբացատրենք, բա ոնց, երբ, ինչ ռիսկեր կան։ Լուծումը այն չի, որ ասենք Փաշինյանն է մեղավորս 50 տարում ինչ եղել է աշխարհում, ինքն է մեղավոր, ինքն է սորոսական, դա լուծումներ չի։
Ցավալի բաներ եք ասում, շատ ցավալի բաներ, բայց այո, ես գալիս ենք նրան, որ փաստորեն սպասում են նոր շոուներ, այլ ոչ թե իրական քաղաքական պայքար, եւ այդ մենք եթերից առաջ ես այդ զրուցում էինք, այդ խաղաղության պայմանը կարևորագույն ֆունդամենտալ հարցեր, այսինքն խաղաղության պայմանագրի վերջնական կնքում, սահմանազատում վերջնական Խաղաղության պայմանագրի կնքմանը զուգահեռ չէ, եթե կհամաձայնվեք ինձ հետ, հստակ անվտանգային երաշխիքներ, որոնք պիտի մենք ունենանք, եթե չունենանք, այո, այսօրվա ուժային բալանսի պարագայում, որը չես կարող համեմատել Հայաստանի եւ Ադրբեջանի եւ էլ չասեմ իր գլխավոր այսպես հովանավոր Թուրքիայի ռազմական ներուժը, մենք դարձել վտանգված իրավիճակի մեջ ենք, քանի որ նաեւ ուզենք թե չուզենք, այսօր հայ-ռուսական հարաբերություններն էլ այն մակարդակի վրա չեն այսօր, որ տան դերևս մեզ այն ամենակարող անվտանգային երաշխիքները, չնայած ռազմաբազայի արկայության պահով կարող ենք այսպես զրուցել, քննարկել, եւ նաեւ հայ-իրանական այսպես անվտանգային առանցքը դերևս դա չի կարող լրիվ ապահովել, որովհետեւ հայ-իրանական հարաբերություններն էլ դերևս լուրջ այսպես քննարկումների տեղիք կարող է տալ եւ Հայաստանը մի տեսակ եթե չասեմ լիակատար անպաշտպան, ապա ինչ որ դարձյալ վտանգված վիճակի մեջ է այսօր հայտնվելու։ Եթե չլինեն հստակ անվտանգային, դուք ասեցիք միտք, որ չի ստորագրվելու, եթե ստորագրվեր, ես ձեր խոսքի մեջ տեսա այն տրամաբանությունը, դա ձեր տեսակետն է, Ալիևը չէր շարունակվի, չէ, իր հակահայկական, ագրեսիվ, անընդհատ առավելապաշտական այս տրամաբանությունը։ Բայց բոլոր դեպքերում մատուցվում է հանդրությանը, կներեք, որ օգոստոսի 8-ը դա մեր վերջնական փրկությունն է։ Դուք գտնում եք, որ օգոստոսի 8-ը այն երաշխիքները պարունակում է իր մեջ, դրա մասին կուզեի մի քիչ ծավալվեիք, որ մեզ տալու է հստակ անվտանգային երաշխիքներ։ Ես չեմ խորշել ասել, որ ոչ, չնայած շատերը ողջունում էին օգոստոսի 8-ը, ես ողջունել եմ, բայց հարցեր եմ առաջադրել։ Եվ ի դեպ հանուն արդարության Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ դա վերջնական չի, խաղաղությունը հիշում եք, պետք է անընդհատ աշխատել, այսինքն տեղ կա աշխատելու, ինչ խաղաղություն, ոչ մի փաստաթուղթ չկա։ Երկրորդը, որ ասում ենք անվտանգային երաշխիքը, առաջին անվտանգային երաշխիքը մեր բանակն է։ Հիմա մենք ձեզ հետ խոսել ենք։ Ինչ եղավ 44 օրյա, դե մենք շարունակել եմ ես այս հարցը տալ։ Այսինքն դուք եկաք ասացիք, մենք պարտվել էինք, որովհետև բանակում կային դասալիքներ, որովհետև չեն բացահայտվել 44 օրյա պատերազմի մանրամասները։ Հիմա իրար վրա եք գցում։ Ես նախորդ եթերում էլ կրկնեցի։ Հանձնաժողովը աշխատեց, հետո ինչու չի բացահայտվում, ինչու մշակութային հարց չի։ Սա մեր երկրի անվտանգության հարցն է։ Ուրեմն կամ այդպիսի բան չի եղել, մենք պարտվել ենք, որովհետև իրոք թույլ էինք։ Կամ էլ պարտվել ենք ձեր ասած հիմքերով, բայց եթե մենք գիտենք, որ հետագայում այս աշխարհում ամեն ինչ հնարավոր է, չէ՞, նույնիսկ Ալիևն է ասում, մենք պիտի պատրաստ լինենք նոր պատերազմների, բանում դեմ պիտի պատրաստ լինենք, ինչու են սինվում։ Ինչքան էլ կրճատեն, մեզնից շատ չեն կրճատելու եւ դա մինչեւ 30 թվականն են կրճատում, ոչ թե այս տարի։ Այսինքն մենք պիտի հասկանանք, մենք բանակ ունենք, թե ոչ։ Մենք գեներալներ ունենք, թե ոչ, մենք զենքեր ունենք, թե ոչ։ Զենքերի հետ կապված Ռուսաստանը ես Facebook-ում գրել եմ, մեզ զենք չի տալիս, մեր զենքերը մեր գումարով գնաց տանում է Ուկրաինա, տոր համակարգերը, Ադրբեջանը վաճառում է։ Սուերա վաճառում է Տաշկենտում, որ իրար հետ բարիշեցին, Սուերա վաճառել 4 միլիարդի գործարք է կնքվել։ Այդ ո՞նց է, որ Ալիևին չի սիրում Վլադիմիր Պուտինը, բայց իր համար զենք կա։ Այսինքն դա է մեր անվտանգության երաշխավորը։ Միայն չասեք Հայաստանը այնքան լավ չի սիրում Ռուսաստանը, ինչքան Ադրբեջանը։ Խնդրում եմ, էլի, հատկապես Ալիևի հակապուտինական վերջին եւ հակառուսական հայտարարություն։ Այդ սուերի վաճառքը դա 100%-անոց թե նախնական խոսակցության դեր մակարդակում է։ Ես նշեցի կայքը, այդտեղ գրված է, որ 4 միլիարդի գործարքի արդեն տեղի ունեցել, նույնիսկ ինստրուկտաժներ են արել։ Տորերը հաստատ է, մինչև այդ պանցիրներն էր վաճառել։ Այսինքն նույնիսկ այդ խոսակցությունն է ամոթ։ Հայաստանի զենք չեք վաճառում, չնայած Անդրանիկ Քոչարյանը, որին արդեն 44 օրյա պատերազմի արդյունքներից հետո չենք վստահում, ասել է վերսկսել է զինամթերքի մատակարարումը, բայց բոլոր փորձագետները Ռուսաստանից ասում են, «Էսի բան չկա, Ռուսաստանը հիմա չի կարող Հայաստանին»։ Նույնիսկ Վենեսուելային դադարեցրել են Հնդկաստանին եւ Սիրիային, բայց Ադրբեջանին վաճառում են, սա ի՞նչ է։ Հիմա ինչպես Տիկին Դալաքյան, հավատանք Անդրանիկ Քոչարյանին, չհավատանք,
զինամատակարարում կա, թե զինամատակարարում չկա, ամեն դեպքում այստեղ դուք լավ մատնանշեցիք, որ 44-օրյա պատերազմի այդ իրողությունները քննող հանձնաժողովը ավարտեց իր աշխատանքը, բայց այստեղ մի իմ համար սահմռկեցնող մի վիճակ ունե, որպես պարզ քաղաքացու, ինչու չեն հրապարակվում Ես չգիտեմ այդ քննության արդյունքները, հանձնաժողովի աշխատանքի արդյունքները։ Գուցե ձեզ հետ միասին մենք համատեղ ջանքերով որերորդ եթերն այդ հարցը իշխանություններին կամ հարգելի ընդդիմադիրներին, որ ասենք նրանք այս հարցը բարձրաձայնեն, հանրայնացնեն, որովհետև մինչև այո, ճիշտ է, մինչև եթե մենք չհասկանանք, թե ինչ է տեղի ունեցել եւ որտեղից են եկել մեր այս ողբերգությունները, մենք երևի թե չենք կարող հետեւություններ անել։ Նման է այն Թալանի վերադարձին։ Այն $500 միլիոն էր մոտավոր 400 փեսայի վերադարձին, ուրա Ինտերպոլը ինչի է դադարեցել հետախուզումը։ Ես իրավունք ունեմ այդ հարցը տամ։ Հիմա ինչ ես հակաիշխանական եմ։ Իրավունք չկա հարց տալու։ Չէ, մենք այս դեպքում ոչ հակաիշխանական ենք, ոչ էլ չգիտեմ ինչ հարցնում ասում են ինչու է գնահատում օրինակ։ Տենց հատված կա։ Ես շարունակեմ միտքս, այսինքն այստեղ հարցը ով է մեր անկախության երաշխավորը։ Հետո դաշնակիցներ եկանք այդտեղ։ Իրանը մեզ դաշնակից չի այս բանը։ Դուք տեսաք, չէ՞, Ադրբեջանը նույնիսկ այդ տեղեկությունները հաստատվեցին։ Ադրբեջանի տարածքով Իսրայելը Իրանի վրա հարձակումներ իրականացրել։ Տեսնում եք Իրանը զորավարժություններ անում Ադրբեջանի հետ։ Այսօրվա իրանական ռեժիմը, որը արևմուտքին հակառակ է, նա չի կարող Հայաստանի դաշնակիցներ լինել, որը ձգտում է լինել ժողովրդավարական եւ արևմուտքի հետ խորացնել հարաբերությունները։ Պարզ է, իրանք Ադրբեջանի դաշնակիցը չեն, բայց իրանք մեր երաշխավորը չեն կարող լինել, ել չասած այս սանկցիաների ֆոնին։ Այսինքն մեր երաշխավորը մենք ենք, մեր բանակը, ինչպես օրինակ Իսրայելը իր բանակը, մի օր Տրամպը մի բան է ասում, մի օր այլ Ուկրաինան իր բանակը, մի օր Տրամպը զենք է տալիս, չի տալիս, բայց այս կոլապս չի լինում, չէ՞ Ուկրաինայում։ Եվ Եվրոպայում մենք ունենք դաշնակիցներ, նաև Կանադայում, որոնք մեզ կարող են մատակարարել զենքեր, ինչի մենք ԱՄՆ-ից զենք չենք գնում։ Դաշնակիցներ ասենք, բայց ես կարծես թե Հայաստանի հետ որևէ մեկը հստակ բացի այսպես իրավապայմանագրային, զենքեր թող տան, բայց ինչի չեն տալիս։ Չէ, օրինակ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը զենք վաճառելը դա շատ դժվար է, ես դες ասեմ, այն էլ ՀԱՊԿ անդամ երկիր։ Չէ, խոսքը նրան է վերաբերում, որ ՀԱՊԿ անդամ երկրի ՆԱՏՕ-ն զենք չի վաճառում, բայց ՆԱՏՕ-ի անդամ երկրներից այսօր երկրներ կան Հայաստանի զենք են վաճառում։ Այսինքն այդ հնարավորությունն էլ կա, բայց ամեն դեպքում մենք փաստորեն ըստ օդում կախված տվյալների եւ նաեւ ըստ ձեր տրամաբանական մենք ուրեմն չենք ստանում այնքան բավարար չափով զենք, մեր բանակը այն չափով չի սպառազինվում, որ մենք կարողանանք Ալիևի հետ խոսել, այսպես ասած, հավասարը հավասարի պես։ Ինչպես ասենք, թեկուզ ոմանց կողմից այդքան չսիրելի նախկինների օրոք ամեն դեպքում այն ժամանակ իշխանությունները Ադրբեջանի հետ բոլորովին այլ հռետորաբանությամբ էին խոսում։ Միգուցե հենց դա է պատճառը։ Միգուցե խնդիրը կա հենց նաև արևմուտքից կամ բավարար չափով զենք ստանալու։ Դե խնդրեմ, օգոստոսի 8-ի պայմանագիրը կա ըստ էության, թող Թրամփին կարողանան համոզել, Թրամփը մեզ զենք տա, ինչու չեն անում դա։ Եթե գնում ենք դեպի արևմուտք, հիմա եկեք բազմա չենք գնում դեպի արևմուտք։ Նաև որպեսի մեզ հետո ոչ օբյեկտիվ լինելու մեջ չմեղադրեն, ասենք որ Արադ Միրզոյանը հանդիպեց սպառազինությունների գծով Պենտագոնի ղեկավարի հետ։ Ես ուզում հասկանամ դա ուղղակի հանդիպում էր թե ոչ։ Մենք ինֆորմացիա չունենք, այդ որ հաճախ ասում են մենք ոչ ենք ասի ինչ զենք են գնում։ Ամերիկայից կես կտոր զենք էինք գնում, Ֆրանսիայից ամբողջ օրը ասում էինք։ Ուկրաինա ո՞նց է ասում, այսինքն մենք պետական գաղտնիքի մասին չենք խոսում։ Բացի այդ, մեր ներսում մենք պիտի զենք արտադրենք։ Այսօր ԱԹՍ-ների արտադրությունը եւ մեր մոտ կան այդպիսի կենտրոններ, պիտի արագացվի թափ հավաքի։ Այսօր այդ ծանր զինատեխնիկան չի կռվում, Ուկրաինայում ի՞նչն է կռվում։ Զենք չկա, այլ օդում։ Օդային պայքարը արդեն ռազմաճակատը վաղուց կանգնած է։ Այսինքն ԱԹՍ-ներ ու անձնակազմի վերափոխում ենք ձեզ հետ մի անգամ խոսենք։ Նույնիսկ եթե հիմա պարզվի, որ բավարար չափով զենքեր են գնում, նույնիսկ ռազմական բյուջեի կրճատման բարակայում, դա դեռ չասենք։ Հարցը նախ զենքը, ինչ զենք են գնում, ուղղակի ծանր հնդկական տեխնիկա, թե նորագույն տեխնոլոգիաներ։ Եվ երկրորդը կա անձնակազմ, որ այդ զենքը կարող է կիրառի, Ուկրաինան մի տարի սովորում էր, որ F-35-ների վրա կարողանար թռչել, չէ՞։ Օգտագործել, դա պետք է սովորել եւ հետո այդ ամբողջ անձնակազմը, որին դուք մեղադրում եք իբրև ՀԱՊԿ շպիոն լինելու մեջ, ագենտ եւ լրտես, պետք է փոխվի, բայց ես այսօր չեմ լսել, որ պաշտպանության նախարարությունը այդպես ցնցող փոփոխություններ են տեղի ունեցել։ Այսինքն շպիոններ չեն։ Կարելի է ենթադրել։ Այս իրավիճակում սպառվում է Քոչարյանը աշխատավարձով ապրում,
եւ բանակն էլ կռվել է ուղղակի մենք այնքան թույլ ենք եղել սուտ է եղել որ բանակը ուժեղ է Վագրաձև բանակը հիշում եք տարածաշրջանի որ վարտվել ենք Փաշինյանի այս քայլերով այդպես է դուրս գալիս Պաստորեն գալիս ենք դարձյալ ինչպես մեր նախորդ զրույցի մի տեսակ փակողային վիճակի որն է երկը որն է ճանապարհը չէ իրականում որն է ճանապարհը այսինքն եթե հետո հա մի միտք էլ առաջացավ ձեր այս վերլուծությունը լսելիս Եթե նաև խոսել են նրա մասին, որ մեր բանակը ըստ էության, դե բոլոր դեպքերում տասնամյակներ արդեն այսպես ադապտացվել է ռուսական սպառազինությանը։ Եթե ուրեմն երևի Անդրանիկ Քոչարյանը այսպես խոսքի մեջ տրամաբանություն կար, որ եթե ինչ որ այդ ինչպես ասում են խողովակը բացվել է, խողովակաշարը բացվել է, արդեն ռուսական խողովակով զենքեր են գալիս, միգուցե այդ զենքերի այդ խողովակաշարը խրախուսվի, մանավանդ որ Նիկոլ Փաշինյանը առանձնապես կարծես թե չի ուզում խզի գոնե արիերևույթ Ռուսաստանի հետ, բայց բոլոր դեպքերում մի կողմից էլ տեսակ օգոստոսի 8-ի համաձայնագրի համաձայն դերևս որոշակի կանաչ լույս չկա, որ Հայաստանը արևմտյան երկրներից պիտի առաջնակարգ զենքեր ստանա եւ դեռ ավելին Ադրբեջանն է շատ ուրախացել, որ այդ համաձայնագրով այդ 907 բանաձևը փաստորեն չեղարկվել է, չէ՞, այսինքն փաստորեն ավելի շատ ադրբեջանամետ համաձայնություն է եղել, թե ես սխալվում եմ։ Չէ, ադրբեջանամետ չի, քանի որ եթե ադրբեջանամետ լիներ, Ալիևը նույն օրը կստորագրեր Հայաստանի հետ խաղացան պայմանագիր, ճանապարհներն կբացվեին, նոր պայմաններ չէր առաջադրի։ Ադրբեջանամետ այն առումով դա բիզնես է Տրամպի համար, որ նա բոլորին է զենք վաճառում, ով ուզում է գումարը տվեք, Ուկրաինային էլ չի օգնում, չէ՞, վաճառում է։ Կներեք ես արդեն մտածում Համասին էլ կվաճառի, եթե ուզեն, ինչի ոչ։ Եթե Քաթարի այդ բիզնեսը անումով Համասին ֆինանսավորում, այ ինչի պետք է Իսրայելի թշնամուն չվաճառի։ Այսինքն նախ մենք պիտի աշխատենք, որպեսզի այդ Պենտագոնի հետ համաձայնագրեր կնքվեն եւ զենք մատակարարվի, առաջնակարգ զենքեր Հայաստանի եւ մի նախադասություն մոռացա ասեմ, ես վերջերս լսեցի, դա կարծես դա հասարակության կողմից այդպես չտիրաժավորվեց Ռուսաստանի, կարծեմ արտաքին գործերի փոխնախարարն ասաց, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունը կարող է կնքվել Մոսկվայում։ Մի քանի օր առաջ։ Այսինքն դեռ կա այդ հնարավորությունը։ Խոսում են նաև նոյեմբերի 9-ի համաձայնագիրը վերականգնելու կամ չգիտեմ վերակենդանացնելու մասին։ Որտեղ այնքան հակասական է ամեն ինչը, չէ՞։ Այնքան հակասական է ամեն ինչը, չէ՞։ Խոսում են, որ այ նոյեմբերի 9-ի տրամաբանությունից հեռանալն էր սխալ, որովհետև եթե հեռացան, գնացինք արևմտյան հարթակներում բանակցելու, մենք կորցրեցինք Արցախը։ Մենք դրա մասին խոսել ենք, ես էլ չեմ ուզում անդրադառնալ դրան, բայց ես ուզում եմ Ալեն Սիմոնյանին այստեղ պատասխանել, որ ինքը ասեց Ռուսաստանն է օգնել, որ մենք օկուպացրել ենք 20% Արցախի, չգիտեմ, լսա Ադրբեջանի տարածքի, հա, ես այսօր տեսա դա կայքերից մեկում է տեղված, այո, չեմ հանդիպել, դուք առաջի անգամ։ Ես իմ Facebook-յան էջում կգրեմ լինքը կդնեմ, ես ուղղակի ապշում եմ։ Առաջի պատերազմի ժամանակ դա այս հասկացա։ Օկուպացնենք Ադրբեջանի 20%-ը։ Ես չեմ ուզում խոսել նրանից, որ Ռուսաստանը իր բոլոր զենքերը սովետական թողել էր Ադրբեջանում։ Հայաստանը զենքի լուրջ խնդիր ուներ, մինչև Վազգեն Սարգսյանի Ռուսաստան մեկնելը Գրաչովի հետ համաձայն։ Մեր փայը չէր մնացել Հայաստանում, այլ Հայաստանի մասին չի խոսքը, Արցախի մասին։ Արցախի մասին, հա։ Բացի այդ Կոլցո օպերացիա Ռուսաստանն է արել։ Մարտակերտը 23-րդ բանակն է գրավել։ Կարմիր։ Այսինքն ես ում հասկանամ որտեղ է Ռուսաստանը մեզ աջակցել ռուսական գեներալները կռվել են Ադրբեջանի նաև օգտին այո Հայաստանին էլ էին օգնում ոնց որ հիմա մի հատ նրան հավասար կամ Ադրբեջանին ավելի շատ ել չասեմ որ ջարդերը երբ որ հայկական սկսեցին այնտեղ պարապուրդի էին մատնվել սպասում էին երբ են սկսելու իրար չասեմ կռվածնել Բացի այդ, երբ որ արդեն Ադրբեջանը այնքան թույլ էր, որ Հայաստանը առաջ էր գնում, այդ Մոսկվայից էին Լևոն Տեր-Պետրոսյանին ասում կանգնիր, եւ դրա մասին խոսել է Արման Մելիքյանը, ես վստահում եմ, նախկին արտգործնախարար Արցախի, որ Ռուսաստանը ստիպեց, որ Հայաստանը դառնա կոնֆլիկտի կողմ, մինչեւ այդ Արցախն ու Ադրբեջանն էին 88-89 թվականին եւ արևմտյան մամուլում Արցախ Ադրբեջան էր Հետո ստիպեցին Լևոն Տեր-Պետրոսյանն էլ որ ասաց իր հայտնի հոդվածը գրես մենք դաշնակիցներ չունենք, այդ Ռուսաստանին էր նվիրված, չէ՞, Ամերիկան այսպես այնպես մեր դաշնակիցը չէր, որ այնտեղ նշում է որ այս հարցում մենք դաշնակից չունենք Արցախի։
Այսինքն այն որ Ռուսաստանը տեսավ որ հայերը կարողանում են հաղթել առաջ գնալ եւ հետո իբրև դարձավ պրոհայկական, որ Ադրբեջանին էր ստիպի որ Ադրբեջանը շատ չգնա Թուրքիայի կողմը, դա նշանակում է որ մեզ օգնել են, մենք օկուպացրել ենք, սա անարգանք է մեր հերոսների հանդեպ։ Հələ դրան չեմ գալիս։ Ես դրան չեմ գալիս։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այո։ Բայց ինչ էր հայտարարում, եթե դա օկուպացված տարածք էր։ Սա մեկ։ Հետո 2021-ին նա խոսում էր անջատում հանուն փրկության սկզբունքի մասին։ Այսինքն վերահաստատում էր։ Վերահաստատում էր, որ Արցախը ինքնորոշման իրավունք ունի։ Օկուպացրել ենք Արցախը Ադրբեջանից փաստորեն։ Վերահաստատում էր, որ Արցախը ինքնորոշ։ Դա ռուսական նարատիվ է, որ իրանք մեզ օգնել են, մենք Արցախը, այն որ Լավրովն եկավ ասաց, մենք այն ժամանակ ձեզ էինք օգնել, հիմա Ադրբեջանին։ Այո, ճիշտ է ասում։ Մի բա նրան են օգնում, մի բա նրան, բայց Հայաստանը իր հաղթանակները Լավրովինը երբ Երբ որ եկավ Միրզոյանի այստեղ հանդիպման, ասացին ինչպես է քզենք վաճառում Ադրբեջանին մեր թշնամուն, ասացին ժամանակ էլ ձեզ էինք վաճառում եւ դուք հաղթեցիք։ Հիշում եք այդ իր արտահայտությունը։ Այսինքն սա բիզնես էր։ Ռուսաստանը մեզ որ օգնած լիներ, Ռուսաստանը կճանաչեր Արցախը։ Իրենց համար դա եղել է խնդիր շահարկելու, բայց այն որ հայ զինվորները գնացել են քաջարի, կռվել են, դա չի նշանակում որ մի երկիր մեզ օգնել է։ Այ որ խանգարել են, դա միանշանակ։ Եվ երկրորդը այո, օկուպացվա, գիտեք, ես մի բան ասեմ, սա շատ կարևոր է։ Ես հիմա չեմ ասում, որ Արցախը պիտի անկախ լինի, ես ռեալիստ եմ։ Այս բանին անհնար է դա։ Երկրորդը, այս վերնախավով դա անհնար է։ Այս մարդիկ շարունակում են էլի Ռուսաստանի հոգին կանչել, այն դեպքում, որ այդ երկրի ղեկավարը ամենաառաջինն է ասել, որ Արցախը Ադրբեջանը ասա մինչև Պրահան, հա, խնդրում եմ Փաշինյանին դնենք մի կողմ։ Հետո հիմա միջազգային իրավիճակը այդպեսին չի որ Արցախը ինքնորոշվի, բայց այդ Արցախի ժողովուրդը հիմա չգիտենք ինչա ուզում, կարող ասում են Ռուսաստանի մաս լինեն կամ Հայաստանի։ Այսինքն սա դեռ հարց է, եւ ես չեմ ասում Արցախը պիտի ինքնորոշվի կամ Արցախը պիտի բանակցությունների թեմա լինի։ Երբևիցե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դա քարտ է Ադրբեջանի։ Գուցե կներեք սկիզբը պիտի լինի այս հարցում, կներեք, այն որ ընդամենը դեռ պիտի առաջի որպես քայլ ընդամենը դրվի Արցախահայության իրավունքների հարցը, Արցախահայության, այսինքն վերադարձի իրավունք, գույքի իրավունք եւ այլ բնականոն մարդկային իրավունքներ, իսկ մնացած, ասենք, տարածքային եւ այլն, դրանք արդեն ապագայի խնդիրներ են, այո, այսօր ոչ ոք հնարավորություն չի տա, այսպես միանգամից, այսպես ազատագրել Արցախը մի օրում, այսպես կամ մենք այդ ներուժը գիտենք, որ չունենք այսօր, որ Արցախը այսպես մի օրում ազատագրել, Ադրբեջանին պատերազմ հայտարարենք եւ այլն։ Ես նաեւ ասել եմ, որ եթե ես վստահ եմ դա լինելու, հա, արևմտյան ադրբեջանցիների հարց բարձրացվի, Արցախի հարցը դրան հավասար չի, բայց դա պիտի լինի միջոց, տեղ, բառը, Ալիևին զսպելու համար։ Ինչ վերաբերում վերադարձի օգնիկները ԱՄՆ կոնգրեսն էլ է դրանից վերջերս խոսել։ Այսինքն այդ հարցը փակ չի, բարձ է, որ դա մահակ է լինելու։ Ես չեմ զարմանա, որ մի օր Պուտինն է խոսի, եթե որ Ալիևին պետք լինի մի քիչ խելոքացնել, հոտ է։ Հենց այնպես չի նվիրել ժամանակավոր Բայց եթե մենք չենք էլ կարող նույնիսկ այս բան վերադարձից խոսել, հնարավոր է սպասում խաղաղության պայմանագիրը կնքվի, որ Ալիևը նոր պահանջ չներկայացնի, այլ ադրբեջանցիների վերադարձը, բայց պետք չի կանգնել Ադրբեջանին մաքրել։ Կամ ասել, որ հայերը ըստ էության չէին կռվում, ռուսներն եկան հաղթեցին, դա Ալիևի նարատիվն է, չէ՞, ասում էին ռուսներն են իրանց օգնել։ Ո՞վ է այդպիսի բան ասել։ Եվ մի անգամ եւս դարձնել դա ինչ որ հակառուսական, ինչ որ մահակ, չէ, անտեղի հակառուսական, որ ռուսների մեղադրենք հիմա դարձյալ, որ այ ռուսները սադրեցին այդ պատերազմը, թե չէ մենք Ադրբեջանի հետ շատ էլ լավ հարաբերություններ ունենք։ Իդեպ ես նկատել եմ, որ Նիկոլ Փաշինյանը ինքը այսպեսի հայտարարություններ չի անում, այդ ներողություն անդուր հայտարարությունները Ալեն Սիմոնյանին են տալիս Արցախի վերաբերյալ։ Չի կարելի, եթե մենք նույնիսկ կորցրել ենք, ասենք թե Արցախը եւ ավարտվել է այդ հարցը, մենք չպիտի կանգնենք, ասենք որ դա օկուպացիա քարտ է, վաղը մյուս օր Ալիևը մեզ դատի էր տալիս, չէ, օկուպացիայի համար։ Դուք հավատում եք, որ նա հայց չի ներկայացնի, հացես մի բան է ասել։ Դա մենք այո, մենք ալիբի ենք տալիս, ալիբի ենք ներկայացնելու, ասի դե օկուպացիայի փողոտուր։ Հա, օկուպացիայի արյան փողոտուր։ Ես ուսում զարմանում եմ, չի կարելի, կամ այդ հայտարարությունը ինչ է անում, այնպես չի որ ժողովրդի դուրը դա գալու է։ Դա միանշանակ կներեք, ես էլ թույլ տամ մի քիչ այսպես անգամ չեզոքությունս կորցնել եւ ասել, որ դա միանշանակ դատապարտելի է եւ այո, Նիկոլ Փաշինյանը չի արել նման արտահայտություն։ Աստվածտաչանի, որովհետեւ դա մեր դեմ է գործում, մեր բոլոր իմաստներով եւ այստեղ մետության արդեն խնդիր չկա, չէ՞։ Ամերիկա մետ, Ռուսա մետ եւ այլն, դա պարզապես մենք դրանով ալիբի ենք տալիս Ադրբեջանին մեզնից շատ ավելի շատ բան պահանջելու։
Իհարկե։ Էլ նույնիսկ չենք էլ խոսում, որ Նախիջևանը եւ այլն իրանք պետք է վերադարձնեին 100 տարի հետո պրոտեկտորատ էր, ընդհանրապես դարձին ինքնավարությունը վերացրեցին։ Լավ, բայց ասենք պարտադիր է մեր զինվորների քաջությունը վերագրել Ռուսաստանին, որին դուք իդեպ դեմ եք խոսում իրենք։ Այսինքն ինչի համար էր այս հայտարարությունը, որ ադրբեջանական բոլոր կայքերը դա սիտ է։ Չէ, հետո օկուպացնել Արցախը։ Դա ընդհանրապես։ Ուրեմն մենք նաև ժխտում ենք ինքնորոշման իրավունքը, չէ, այսինքն մենք ժխտում ենք Արցախի այս մոտ 30-ամյա պատմությունը Արցախի հանրապետության, որ դա եղել է անօրինական, ինչ-որ սեպարատ, ինչ-որ բանդիտական պետություն է եղել, չէ՞։ 18 թվականին իր կետից էր բանակցում։ Ինչի էր բանակցում։ Եթե դա Ադրբեջանի օկուպացված տարածք էր, ինչ էր նա բանակցում 2 տարի։ Այո։ Ես չեմ հավատում ընդդիմության ասացի պես բանակցում էր հանձնելը։ Բայց եթե բանակցում էին Արցախը կողմ նորից դարձնել, չէ՞։ Իհարկե, ասում էի գնացեք, բանակցեք, բայց եթե բանակցում էր մի բանի շուրջ, որը գիտեիք, որ օկուպացված է, առաջ օրվանից ասեիք օկուպացված է ու այդքան զոհ չտայեք։ Այսինքն ես չգիտեմ Անեն Սիմոնյանը հատուկ այսպեսի հայտարարություններ անում թե ոչ, բայց եթե Նիկոլ Փաշինյանը չհերքի կամ ՔՊ-ն, սա շատ բացասական կլինի իրենց հեղինակությամբ։ Կապ չունի, որ հիմա այնպես են արել, որ ժողովրդի մեջ կա ինչ որ հատված, որ Արցախ բառը լսում է, չգիտեմ, շատ վատ է դա անցալում, բայց սա Արցախի եւ արցախցիների հարցը չի, սա Հայաստանի Հանրապետության հանդեպ հետագայում մեղադրանքներից, նաեւ ֆինանսական մեղադրանքներից խուսափելու հարցը նոր Արցախի եւ արցախցի։ Առանց այդ էլ եղածը կա, եղածը ոնց որ ասում են հերիքա, հələ մի բան էլ, հերիք չի, մի բան էլ հələ նոր մեղադրանքների, նոր խնդիրների տեղիք։ Տիկին Դալակյան, այսօրվա զրույցը փորձենք եզրափակել ձեր վերջնական կանխատեսումով, ինչ եք կարծում, դուք արդեն կարծես թե ձեր խոսքում ասեցիք, որ 2026-ին դուք չեք հավատում, որ խաղաղության վերջնական պայմանագիրը կստորագրվի, բայց բոլորիս համար էլ ցանկալի է, որ բոլոր դեպքերում ստորագրվի, որ կարողանա գոնե Հայաստանը գոնե հոգեբանորեն եւ բարոյապես մի քիչ շունչ քաշել եւ զբաղվել ընթացիկ ներքին խնդիրներով, ներքին հզորացման, ներքին, որ մեր հայացքը չէ, ժողովրդին շատ դժվար է, չէ, ասելը, որ այ զբաղվի մենակ ներքին, չգիտեմ, թալանչիներով, գողերով, չգիտեմ, տնտեսությունը լավացնելով, բանակը զինելով, երբ որ ոմանք էլ ասում են, որ այ սպասեք, այս արտաքին հարցերը մի հատ լուծենք, անվտանգային հարցերը, մի հատ նոր պատերազմի սպառնալիքը չեզոքացնենք, հետո նոր վերադառնանք մեր ներքին խնդիրներին։ Ինչ է կարծում, ինչ պիտի արվի, որ չի արվում, որ այդ պայմանագիրը ստորագրվի։ Գիտեք, մեր աշխարհակահաղական դիրքը այնպեսին է, մենք Շվեյցարիայում չենք ապրում, որ երբեք էլ մենք վերջնական խաղացումից չենք կարող խոսել։ Եթե մի 2014 թվականից առաջ ասեին, որ Ռուսաստանը հարձակվելու է Ուկրաինայի վրա, մարդիկ կմտածեին, որ լուրջ խնդիրներ ունենք մենք հոգեբանական։ Այսինքն այս աշխարհում որևէ բան չես կարող դու ասել, որ չի լինի։ Իսրայելը ինչպես է աշխատում, դա չի նշանակում, որ մենք պիտի մեր ներքին հարցով չզբաղենք 300,000 տարի պայքարենք։ Զուգահեռաբար, այսօր ամբողջ աշխարհը պատերազմի է պատրաստում։ Եվրոպայից նույնիսկ Ճապոնիայի գին վարչապետը խոսում է, որ այդ պացիֆիստական սահմանությունը պիտի փոխվի եւ պիտի զինվեն, Չինաստանն էլ արդեն այնտեղ մտածում է հետո։ Այսինքն մենք զուգահեռաբար այդ երկու աշխատանքը պիտի անենք, ոչ թե ասենք լավ, այս ներքին հարցը թողենք, մինչեւ Ադրբեջանին հաղթենք։ Սա մեկ, այսինքն իսրայելական մոդելով պիտի մենք ապրենք, այդ երկիրը գիտի, որ ինքը միշտ լինելու է եւ ավելի վատ իրավիճակով, եթե ասեմ, շրջապատված թշնամիներով, դա ռազմականացված պետության մոդելն է։ Բայց դա չի նշանակում Իսրայելը տնտեսություն չունի կամ իր ժողովուրդը ավելի վատ է ապրում սոցիալապես, քան հայ ժողովուրդը, կամ օրենքը չի աշխատում, ինչպես Հայաստանում, Թալանի վերաբերյալ։ Ինչ պիտի արվի։ Ես Ալիևին չեմ վստահում, հատկապես տեսեք, Արցախի հարցը նույնիսկ փակելուց հետո Փաշինյանի նա խոսում էր Արևմտյան Ադրբեջանից, խոսում էր ուրեմն Սևանից եւ այլն։ Ես իրեն շուտ անլուրջ մարդ չեմ համարում։ Այսինքն մենք պիտի հասկանանք, որ Արցախի հարցը փակելու խաղաղության պայմանագիր կնքելով Ալիևը չփոխվեց։ Եթե մարդը մի անգամ շուտ տեսակետ արտահայտում, մի անգամ չէ բազմիցս, ուրեմն նա իր մտքում դա ունի կամ Զանգեզուրի հետ կապված չէ, ուրեմն հարմար պահին է սպասում։ Մենք պիտի ելնենք ոչ թե Ալիևի նրանից, որ ինքը կփոխվի, կարող է փոխվի, այլ վատագույն սցենարից միշտ պետությունը պիտի վատագույն սցենարի վրա աշխատի։ Հարձակվում է, ինչ ենք անում։ Թուրքիան սահմանը չի բացում, ինչ ենք անում։ Ռուսաստանը տնտեսապես ճնշում է։
Այդ ֆոնին դրական էր Ղազախստանից ծորենի ներկրումը, եկեք ասենք։ Իհարկե, այստեղ պետք է խոսել ապաշրջափակման մասին, որտեղ Ադրբեջանը չի ապաշրջափակել Հայաստանի տարած, այսինքն Ադրբեջանով չի եկել, Իջևանով չի եկել Հայաստան, Վրաստանով է եկել։ Այստեղ Ադրբեջանը միջին օղակ էր։ Այսինքն սա ներկայացնել, որ սահմանները բացվել են, մենք արդեն Ադրբեջանի հետ խնդիր չունենք, սա խորամանկություն է։ Նիկոլ Փաշինյանի խաղաղության խաչմերուկը սա չի։ Սա Իջևանով բոլոր սովետական շրջանի ճանապարհների ապաշրջափակման մասին է, ոչ թե որ Ադրբեջանով, Վրաստանով, Հայաստանով, Ղազախստանից ծորեն գա, բայց այն որ ծորենը դիվերսիֆիկացվի, լավ կլինի Ուկրաինայից էլ գա, որտեղ Ադրբեջանը վստահելի չի սև ծովով։ Դա շատ կարևոր է։ Ինչ պիտի արվի, դե նախընտրական դա լոզունգ է դառնալու, որ մենք խաղաղություն ենք բերել, կամ եթե մեզ ընտրեք կբերենք, եթե չէ, կլինի պատերազմ։ Սա հռետորաբանությունն է։ Մենք պիտի Տրամպի ուշադրությունը 26 թվականը շատ դժվար տարի է լինելու միջանկյալ ընտրությունների հետ կապված ԱՄՆ-ում անընդհատ սևեռենք տարածաշրջանի վրա, որ 20 թվականը չկրկնվի, չլինեն ընտրությունները, Ալիևն էլ իր եղբայրների հետ մտածի այստեղ մի հատ բլիցկրիգ անի։ Ես դրա մասին խոսել եմ, ես լայնածավալ պատերազմ չեմ կանխատեսում Հայաստանի դեմ, դա լինելու է կարճաժամկետ Զանգեզուրի ուղղությամբ կոնկրետ ինչ-որ մի օպերացիա, որ հետո Հայաստանը ստիպված դիմի Ռուսաստանին, ասի արի նոյեմբերի 9-ը Կատարի։ Մենք պիտի այնպես անենք, որ ամերիկյան շահերը այստեղ լինեն երկարատև, ոչ թե Տրամպը մի բան ասի, այդտեղ պտիչկա դնի, 8 հատ խաղաղություն եմ հաստատել եւ գնա տուն։ Պարզա մենք Տրամպի տեղը չենք կարող ասել նա ինչ կանի, այդ մարդը օրը մեջ տեսակետ է փոխում, սա շատ վատ է։ Եթե այս պայմանագիրը ստորագրվեր այլ նախագահի օրոք, որը իր խոսքին հետևողական է, ես սա շատ կողջունեի, բայց քանի որ Տրամպը Պուտինի հետ հեռախոսությունից հետո փոխում է անդադ իր տեսակետը, իսկ Պուտինը ինքը նոյեմբերի 9-ի պահանջատերն է, ուզում եմ հասկանալ Տրամպը պատրաստ է Պուտինի հետ գնալ այստեղ բախման, եթե Պուտինը որոշի, որ նոյեմբերի 9-ը պիտի լինի, ինչպես ասաց Լավրովը, ասաց թերահավատենք, ինչ նոյեմբերի 9-ը բարելավելու ինչ որ մենք պիտի պայքար դիվանագիտական լուրջ աշխատանք կատարենք, եթե Թրամփի զանգը, ինչպես ասում են, այ դու ձեր խոսքի մեջ եւ նաեւ շատերի մտայնության մեջ էլ կա այդ թերահավատությունը, որ այո, օգոստոսի 8-ը ինչքան էլ շատերը ցանկանան, հստակ անվտանգային երաշխիք չի Հայաստանի համար պատերազմից խուսափելու հետագա սրացումներից այո ներկայություն չկա անվտանգային ներկայություն չկա այդ պայմանագրի մեջ չկա ներառված չի այդ չէ բարձ խոսենք մեր հանդիպության հարձակումներ կարող են լինել Ռուսաստանի կողմից երկաթուղի Ռուսաստանին է պատկանում մենք պետք է հասկանանք թե ինչ սցենարներ կարող են այստեղ օգտագործել եւ ամենակարևորը վերջում որը ոչ պակաս կարևոր է եթե հասարակությունը թունավորված է Եթե հասարակությունը պարակտված է, այդ հասարակությունը չի կարող պայքարել։ Բա ինչի Ադրբեջանը չի թողում կամ Ռուսաստանը, որ այստեղ հանգիստ վիճակ լինի, անընդհատ սրում են, մի հատ հայտարարությունը պրովոկացիա Զանգեզուրի միջանցք, որ Հայաստանում էլի սկսվի այդ խոսակցությունները, որ մեր ժողովուրդը անընդհատ լարված լինի։ Եթե ժողովուրդը 5 մասի է պարակտված, այդ ժողովուրդը չի կարող պայքարել։ Ոչ պատերազմել, ոչ էլ տնտեսություն զարգացնել։ Մենք Հայաստանի իշխանությունների խնդիրն է օրենքը հաստատել միշտ, որ տարընթերցումների տեղիք չլինի եւ վերջապես կատարել այն խոսումները, որ իրենք տվել են, ոչ թե ընտրությունների ժամանակ, այլ այդ 7 տարում։ Իսկ եթե սա պիտի էլի լինի սև սպիտակ, որ իրենք մնան, նրանք էլ լինեն ընդդիմություն, վստահ եմ նրանք գիտեն, որ ընդդիմություն են լինելու այդ հարցը, որ մենք ենք գալու հարմար խաղ է։ Սա արդեն Հայաստանին չի տանի ոչ մի լավ տեղ, որովհետեւ մենք չենք ունենա իրավիճակ, երբ հայ ժողովուրդը ներկայացված կլինի խորհրդանում սկզբում հենց դրա մասին խոսեցինք եւ կառաջադրվեն լուծումներ, այլ մենք կտեսնենք իրավիճակի ուղակի սեղմում օրինակ Հայաստանի շուրջ եւ մի հատ խորհրդարան, որ սրա մասին է կապիտուլյանտ, թրքասեր, ռուսաստրուկ մարդասպան։ Այս խորհրդարանը չի կարողանա լուծել այդ խնդիրները, որոնք 2026-ին վստահ եմ սպասում են եւ ամբողջ աշխարհին եւ Հայաստանին։ Ամեն դեպքում դուք էլ ես էլ կարծում եմ լայն իմաստով լավատես մարդիկ ենք եւ անկախ մեր կանխատեսումներից եւ անկախ այն կանխատեսումներին, որոնց հետ դուք կարող եք չհամաձայնվել, ձեզ հետ կարող ենք չհամաձայնվել, լինենք լավատես եւ հույս ունենանք, որ ինչ որ մի լույս, այսպես ասած, կբացվի։ Լավ մեր աշխատանքից է կախված, մեր հույսը մեր աշխատանքն է։ Մեր հույսը մեր աշխատանքն է, ճիշտ ասեցիք։ Այս նշանաբանով էլ կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ շնորհակալություն, որ եկաք այստեղ եւ ունեցանք այս զրույցը։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր զրուցակիցն էր քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը, սիրելի բարեկամներ, շնորհակալություն, որ հետևեցիք մեր այս հերթական թողարկմանը եւ ես կրկին դիմում եմ մեր այն բարեկամներին,
ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդհանրապես սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել One Talk մեր YouTube-յան ալիքին։ Շնորհակալություն, լավ եղեք։